նախազգուշացում բառը մի քիչ անբագորգոր հնչողություն կրեց, դա ես կապում եմ ամեն տարի ոնց որ ընդունելության շեմին մասնավոր բույրերին ոնց որ մի տեսակ հարվածի կամ ինչ-որ որևիցե մի դումնավոր բան։ Ինձ թվում է դա որպես ենթադրական ակտեր նախազգուշացումը դա չի համարվում որպես պատժի ինչ-որ միջոց։ Պլանային ստուգումները բուհերում իրականացվել են նախորդ տարվա նոյեմբերին, տևել 3 օր։ Ստուգումների վերաբերյալ նախորդ բարձրագույն կրթական հաստատությունները տեղեկացված են եղել։ 42 ստուգում է կատարվել Պրոգրես համալսարանում, հայտնաբերվել է 2 մասնակի խախտում, հայոց պատմությունը առարկայի ուսուցման և ուսանողների տեղափոխման կարգի հետ կապված։ Հայոց պատմությունը առարկայի 140 դասաժամը Պրոգրեսում ուսուցանվել է 1 կիսամյակով, 2 կիսամյակի համար նախատեսված դասընթացը խտացվել է ուսանողների թվի պակասով պայմանավորված։ Ուսանողի սակավության համար մենք դա թերացում չէ, դա ընդամենը նախազգուշացում է, իսկ դա վարգենական մենք ունենք ուսպլանով նախատեսված է մեկ տարի ժամանակում, բայց մենք անցել ենք մի կիսամյակում, դա մեր այսօրվա ուսանողների սուղությունից մեր օպտիմիզացիայից դուրս գալով։ Մյուս մասնակի խախտումը վերաբերել է ուսանողների տեղափոխման կարգում որոշ անհամապատասխանություններին։ Նախկինում տեղափոխման համար հիմք է դարձել առարկայական տարբերությունների 25%-ը, մեկ այլ որոշմամբ սա չեղյալ է համարվել և առարկայական տարբերությունների 25%-ին փոխարինել է 20 կրեդիտը։ Այստեղ գրված է մասնագի, այսինքն նշանակում է դա ոչ թե խախտում է բառերի դասավորություն։ Նախազգուշացում եմ, որ կարգերը պետք է մենք հիմք ընդունենք նախարարության, կառավարության և նախարարության ընդունված որոշումներից։ Իսկ 2005 թվականի հուլիսի 14-ի 1112 որոշման համաձայն այդ տրված է, որ ուսանողի տեղափոխությունը մեկ բույից մեկ այլ բու կատարվում է հիմք ընդունելով առարկայական տարբերությունների 25%-ը կամ չպետք է գերազանցի 8 առարկա։ Բայց 2011 թվականի կառավարության մեկ այլ որոշումով չեղյալ է համարվել այս
եւ ընդունվել են նոր որոշում Այսօր պետական եւ ոչ պետական բույրերի համար հավասար պայմանների ստեղծումը նպատակ է։ Իսկ արդյոք ստեղծված են այդ հավասար պայմանները, հստակ չէ։ 90 թվականից երբ որ մասնավոր համակարգը ստեղծվեց, մենք աշխատել ենք անհավասար պայմաններում։ Ամեն ընդունելության քննություններից առաջ մի հարված, մի խոսակցություն, մի եւ այլ միտումնավոր քայլ եղել։ Եթե հավասարություն է, տվեք մեզ էլ պետպատվեր, տվեք մեզ էլ տարեկեդման իրավունք։ Նշենք նաև, որ բուհերի ազգային վարկանիշավորման փորձնական արդյունքներով Գյումրու Պրոգրես համալսարանը բակալավրական եւ մագիստրոսական 3 ու ավել մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերի խմբում ճանաչվել է առաջատարներից Անիմա Կրչյան, Արթուր Մարգարյան, ազդարար